Բարեկամներ, բարեկամներ, Փակ TV-ն Մոսկվայում է եւ իհարկե մեր գլխավոր նպատակը հնարավորինս ցեզ ներկայացնել այն մարդկանց, ովքեր իսկապես ցավում են մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Իսկ այսօրվա մեր հյուրը անկասկած նման մարդկանցից մեկն է։ Բարերար, գործարար Արթուր Սողոմյանն է, Փակ TV այսօրվա շատ ցանկալի հյուրը։ Բարև ձեզ, պարոն Սողոմյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ մենք նորից Մոսկվայում հանդիպել ենք եւ պիտի ասեմ, որ անցնող տարին իհարկե անցած տարին ավելի ճիշտ շատ հետաքրքիր իրադարձություններով հարուստ էր, բայց այնուամենայնիվ մի շատ ցավալի իրողություն եղավ, որի համար կարծում եմ դուք էլ միջորս շատ ափսոսում եք խոսքս այն էր, որ կյանքին 99 տարեկան հասակում հրաժեշտ տվեց հայկական, սովետական համաշխարհային ֆուտբոլի լեգենդներից մեկը Նիկիտա Սիմոնյանը։ Ես գիտեմ, թե ինչ լավ բարեկամներ եք, որքան մտերիմ ընկերներ եք դարձել, եւ գիտեմ, որ առանց ձեզ հետ խորհրդակցելու Նիկիտա Պավլովիչը ոչ մի հարցի շուրջ չէր խոսում օրիցե մեկի հետ։ Եվ մի անգամ մի առիթով որ ասեցի Նիկիտա Պավլովիչ, ուզում եմ հայկական հեռուստատեսության համար լավ մի հարցազրույց անենք, ասեց Ты договори с Согомоняном. Այն մարդը ասեցի, մանոր պրոդյուսեր ունի Նիկիտա Պավլովիչ։ Իհարկե դա հենց այնպես ասված խոսքեր չէին, բայց իսկապես լեգենդ էր, լեգենդ, որ այսօր էլ մնացել է այդպիսին։ Ցավոք սրտի տենց մարդիկ մենք չունենք, կորցնում ենք, բայց իրանց տեղը ոնց որ չեն կարում փագենք, որտեղ իրոք Նիկիտա Պավլովիչը ոչ թե միայն որպես ֆուտբոլիստ, այլ առաջնահերթ որպես անձնավորություն, որպես հայ, հզոր հայ։ Ես կարծում եմ, դա մեծ կորուստ է ոչ թե միայն իր ընկերների, բարեկամների համար, այլ եւ մեր ազգի։ Դա վերապես քրաշք անձնավորություն մենք չենք ունեցել ոչ միայն ֆուտբոլում, այլ եւ ուրիշ բնագավառներում այդպես մարդ դժվար էր գտնել, ում որ հարգում էր լրիվ բոլոր աշխարհը։ Տեսակ էր մահվան օրը, համ UEFA-ն, համ FIFA-ն իրանց դրոշները իջացրեցին, Իտալիայում, Անգլիայում, Ռուսաստանում առաջնությունը կանգնացրեցին հիշատակ րոպե հայտարարեցին Նիկիտա Սիմոնյանի համար։ Ու գիտեք, իրան հարգում են ոչ թե որպես միայն ֆուտբոլիստ, այլ եւ որպես անձնավորություն, որտեղ ինքը մեզի շատ բաներ սովորացնում, իր ազնիվությունը, իր դվիրվածությունը, իր ինտելիգենտնեսը, ինքը իրոք շատ մեծ ինտելիգենտ էր։ Ու ինքն այնց բաներ էր տեսնում, գիտեք, որոնք որ մենք իրանից շատ բաներ, անձամբ ես օրինակ շնորհակալ եմ կյանքին, որ ծանոթացրեց ինձ այդպես անձնավորություն, որովհետև ես համարում եմ ինքը իմ վրա մեծ ազդեցություն ունեցավ ու շատ սովորացրեց։ Մեկ մի սխալ ինչ որ քայլ որ անում ես, ես միշտ մտածում եմ, հետո Նիկիտա Պավլովիչի ոնց բացատրեմ այդ ոչ պատմեմ, որովհետև ինքը այնքան ազնիվ մարդ է, կամ գիտեք, ստեղ որ խոսում էինք, տերաթաղման օրերը ֆուտբոլիստների հետ, կամ մարզիչների հայտնի Դեքսյոմին, Գազաև, Լովչև, շատերն են ասում, գիտեք, ասում եմ, մենք երբ որ իրար հետ վիճում ենք ու չէինք կարող որոշում գտնենք ինչ որ հարցի, գնում ենք Նիկիտայի մոտ, որտեվ ասում էինք ոնց որ ինքը самый мудрый ու ամենակարևորը շատ ազնիվ գիտեն, որ իր պատասխանը կլինի շատ ազնիվ ու ինքը ոնց որ արդարություն, շատ արդար։ Այո։ Ու իր ասածը մեր համար օրենք էր։ Եթե մենք դե ֆուտբոլը գիտենք, դեղ միշտ մեկի հետ ինչ որ վեճ է, մրցավարն եղավ, որսի հաղթել, այսի պարտվել է, միշտ էմոցիաներ են։ Իսկ Նիկիտա Պավլովիչը այն մարդներ, ում մոտ որ երբ որ գալիս էին, հանգամանքը իր անգամ մեծ էր, որ իր ասածը всё, բրծում էր, վեճը։ Շատ ստապ։ Հա, ինքը միշտ ասում էր, հա, գիտեք, կամ հեսա ճիշտ կամ ինչ որ երրորդ տարբերակներ էր, ու ամեն անգամ մենք հասկանում ենք, որ իր ասածը շատ համ խորն էր, համ շատ ճիշտ էր։ Ես օրինակ որ եկա հայկական ֆուտբոլը Փյունիկով զբաղվում էի, անկեղծ ասեմ, որ ամենամեծ ազդեցությունը որպես ունես Նիկիտա Պավլովիչը, ես դրա հետ խորհրդակցում էի բոլոր քայլերը ու ինքը ինձ բավական է մեծ բան սովորացրեց, լավ խորհուրդներ էր տալիս։ Միշտ շատ այնց սրտանց, շատ այնց հայկական ֆուտբոլի մասին, вообще Հայաստանի մասին, իր այս վերջի տարիները առաջի հարցը միշտ եղել է, հեռախոսով ենք խոսացել կամ հանդիպել ենք, միշտ հարց առաջ եղել է, մի հատ պատմում էր Հայաստանը ոնց է։
Առաջի հարցը միշտ եղել է Հայաստան, ու ինքը ամենտեղ նշում էր, որ ինքը հայ է, իր ընտանիքը պապան Արտվինից էին, Արևմտյան Հայաստանից, իրանք տեղափոխվել էին Ռուսաստան, սկզբից Արմավիր, որտեղ որ Նիկիտա Պավլովիչը ծնվեց, հետո Աբխազիայում էր ապրում, ու երևի գիտեք։ Ու ամենասկզբից, գիտեք, ինքը ֆուտբոլային իր կյանքը հեշտ չէր։ Ամենասկզբից ինքը շատ լուրջ խնդիրների առաջ էր կանգնել։ Օրինակ վրացիք պահանջում են, որ ինքը խաղար Դինամո Թիֆլիսում, որտեղ շատ հայտնի տաղանդավոր սովետում համար մեկ ֆուտբոլիստներ իր պահով, իր դաժե հորը ձերբակալել էին ու ասացին, որ բաց կթողնենք, եթե տղետ գա խաղա Դինամո հայրը Պոգոս Մկրտիչովիչ Սիմոնյան ասել էր իմ տղես որտեղ կուզենան դեղել կխաղա, ոչ մի դեղել հրաժարվել էր տղուն զանգել, բայց Նիկիտա Պավլովիչը իմացել էր թե Թիֆլիս ու առաջի անգամ ինքն դեղ էր հատկացվել, որովհետև իրան որպես ֆուտբոլիստ սարքել էին Ջանգուլով ու Գարոխով երկու մարզիչ, իրան տեսան ու բերեցին Մոսկվա։ Ինքը չէր կարող իրանց դավաճաներ։ Ինքը շատ նվիրված, շատ մտերիմ, ու ասեմ, շատ բարձր բնավորության մարդ էր։ Գիտեք, ես մեր ուկրաինացիներին ուզում եմ ասեմ, որ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակի հետ կապված դուք շատ հզոր ծրագրեր ունեք եւ մտադրվել եք, որ եկող տարին, այսինքն 2026-ը պիտի լինի Սիմոնյանական տարի ամբողջ այդ ընթացքում եւ դուք այնպես հետաքրքիր ծրագրեր եք նախատեսել։ Ես տեղյակ եմ դրա համար շատ ցավում եմ, որ դրանք չիրականացան, բայց մի մասը կարողացաք այնուամենայնիվ կյանքի կոչել, չէ՞։ Իր մասին նկարահանվեց ի վերջո ֆիլմը։ Շատ լավ կինո է դուրս գալիս, մի հունվարի վերջ Ռուսաստանում պրեմիերան է տեղի ունենալու, ու բոլոր կինոթատրոններով այսօր արդեն հետաքրքրությունը շատ մեծ է, որտեղ իրոք շատ որակով ու հետաքրքիր կինո ստացվեց։ Հենց իմ կարծիքով այսօր տրակարիքը կա հայերի մոտ, որովհետև մենք խոսում ենք հաղթանակի մասին, ոչ թե միայն ֆուտբոլի մասին, այլ թիմային հաղթանակի մասին, ու ցույց ենք տալիս այդ կինոյում, ոչ այդ ամեն ինչ իրականացավ։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանում, այստեղ համարյա թե բոլոր քաղաքներում այդ կինոն անցնելու է, եթե ազնիվ ասեմ, թե առաջի հայկական կինոն է, որ բոլոր կինոթատրոններով Ռուսաստանում ցույց են տալու, որպես բլոկբաստեր։ Ռուսաստանում այդ кіно կոչվելու է Золотой дубль, իսկ Հայաստանում Արարատ 73։ Никита Павлович, сколько лет вы отдали Спартаку? А теперь вы за работу. А когда Арарат станет чемпионом, мы с вами всех заткнем. Докажи всем, что ты победитель. Отдай пас ему! Наступает черта, когда надо принять нового тренера, принять его тактику. И вот тогда мы победим. Դա հենց 73 թվի մասին է, այդ պատմության մասին է, ու բոլորս հասկանում ենք, այդ կինոյում ցույց ենք տալիս, որ իհարկե ամենակարևոր անձնավորությունը այդ Նիկիտա Սիմոնյանն էր։ Բոլոր խաղացողները շատ բարձր մակարդակի էին, Արկադի Անդրեասյանը, Էդուարդ Մարկարով, Լևոն Էշտոյան, Հովհաննես Զանազյանյան, կարելի է բոլորին Նիկոլայ Կազարյան, ամեն մեկը դեմք էր, բայց իհարկե հենց Նիկիտա Սիմոնյանը կարողացավ բոլորին ոնց որ հավաքի դարձնել թիմ կռիվ տա, որովհետև եթե գիտեք այդ կինոյում կա, ու ես շատ խորհուրդ եմ տալիս այդ կինոն դիտել, ոչ թե միայն որովհետև ես մասնակցել եմ, այլ իրոք ես շատ հպարտ եմ, որ մասնակցել եմ այդ կինոյին, այնտեղ օրինակ Շերբիցկին են վաղտվա առաջի քարտուղար Ուկրաինայում։ Ինքը հավաքել էր Ուկրաինայից 5 թիմ էին մասնակցում։ Բարձրագույն խմբի առաջին։ Ինքը բոլորին հավաքել էր, ասել էր, այս տարի Դինամո Կիևը պետք է դառնա չեմպիոն։ Ու Արարատը պայքարում էր ոչ թե միայն Դինամո Կիևի հետ, այլ 5 թիմի հետ, որովհետև նրանք օգնում էին Դինամո Կիևին, բայց Արարատի դեմ ոնց որ դվայնոյ էներգիայով էին խաղում։ Իհարկե, թեկուզ մեկ միավոր տանել արդեն իհարկե։ Ու բավական հեշտ էր, ու որ այդ տարի Արարատը դարձավ չեմպիոն, Դինամո Կիևում խաղում էին Բլախին, Բուրակ, Բլախինը հետո դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, то есть շատ հզոր տեղեր էին խաղում։ Իհարկե, իմ կարծիքով այդ համ շատ հետաքրքիր, համ մեր ազգի համար շատ կարևոր պատմություն է,
մենք պետք է ուսումնասիրենք ու հասկանանք ինչ պետք է մենք անենք, որ հասնենք հաղթանակի, որովհետև 73 թվին Արարատը, որ դարա Սովետի չեմպիոն, այդ նույնն է, ինչ որ այսօր ինքը համարյա այնտեղ Լիգա Եվրոպա կամ Լիգա չեմպիոնը, որովհետև 15 պետություն, որի մեջ կար Ռուսաստան, Ուկրաինա, Կազախստան, Բելարուսիա, Վրաստան ու փոքր Հայաստանի թիմը դարձավ համ չեմպիոն, համ գավաթագիր։ Եթե գիտեք, պատմությունում ընդամենը 3 քաղաք հաղթել են Զալատոյ դուբլը, տեղել են Մոսկվա, Կիև եւ Երևան։ Արարատ, Դինամո Կիև, մեկ էլ Մոսկվայի թիմերը։ Էլ ոչ ոք Զալատոյ դուբլ չկարողացավ ձեռ բերի։ Օրինակ Դինամո Թիֆլիսը եղել է եւ չեմպիոն եւ գավաթագիր, բայց տարբեր տարիներ, որովհետեւ չեմպիոնատը հաղթում ամենաստաբիլ թիմը։ Այն որ ոնց որ տարվա մեջ ճուստա տալիս շատ ստաբիլ ուժեղ ֆուտբոլ։ Իսկ գավաթը բնավորությամբ ամենաուժեղ, որտեղ այդ մի խաղից է ամեն ինչ որոշվում։ Ու այն որ Արարատը այդ տարին կարողացավ եւ գավաթը եւ չեմպիոնությունը հաղթել, այդ նշանակում էր, որ իրոք ինքը համար 1 թիմն էր, ու ոնց որ Նիկիտա Պավլոչը պատմում էր, իրան զանգում են ուրիշ պետություններից, Գերմանիայից, Պորտուգալիայից, ասում են Նիկիտա, այդ ինչ արեցիր, սա աշխարհ հիմի Հայաստանն է ման գալիս, նայում այդ Հայաստանը որտեղ է։ Սովետական միության չեմպիոն։ Հա, սովետական միության չեմպիոն, որովհետեւ եթե գիտեք, Լիգա չեմպիոնով Բավարիային էլ հաղթեց, ու դա Բավարիայի միակ պարտությունն էր, հա, որտեղ որ 6 հատ աշխարհի չեմպիոն էին խաղում։ Եվ ինչ ֆուտբոլիստներ։ Հա, Գերտ Մյուլլեր, Բեկենբաուր, հա, այդտեղ Այո, Ռումինի Մայեր։ Դեր որին ասես։ Հիմի դաժե չեն կարա երևի երազենք դրա մասին, որովհետև ցավոք սրտի այսօրվա ես ստիպված եմ ինձ թվում դրա մասին էլ պետք ասել, որովհետև բոլոր աշխարհը պաշտում է Նիկիտա Սիմոնյանին։ Ես հեսա կասեմ մի հատ էլ արարողություն, որ մենք պլանավորում ենք անենք Մոսկվայում։ Ես եւ կուզենայի շատ անել իհարկե տերահավությունը եւ Հայաստանում, բայց դա ցույց կտա, թե իրավիճակը փոխվի, ես իհարկե մեծ սիրով Երևանում էլ այդ կանցկացնեմ։ Խոսքը գնում է ուզում ենք խաղ կազմակերպենք աշխարհի հավաքականը Մոսկվայում Սպարտակի դեմ։ Դա հենց Նիկիտա Պավլոչի 100-ամյակի օրը, հոկտեմբերի 12-ին։ Ես մեկնել էի Դուբայ, այնտեղ մեծ հարավություններ ֆուտբոլային եւ անձամբ խոսացել եմ համ Ինֆանտինոյի օգնականի հետ, որ ասեց Ջավանի Ինֆանտինոն պայման ներկա կլինի, որովհետև 99-ամյակի ինքը զանգել էր Նիկիտա Պավլոչին ու խոսք էր տվել իրան, ասել էր 100-ամյակին ես կլինեմ կողքդ, ինչ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ նշանակություն չունի, ես քեզ այնքան եմ հարգում, որ ես 100-ամյակիդ ներկա եմ լինելու։ Այսինքն դուք ուզում եք նաև կազմակերպել Արարատ աշխարհի հավաքական հանդիպումը։ Հա, հիմա էլ ես ցանկություն ունեմ, բայց հեսա կպատմեմ եմ ինչ նախնդիրը ու շուտկի ես հույս ունեմ, որ կիրականացնեմ այդ ամեն ինչ, որտեղ դա իմ երազանքն է։ Իսկ Մոսկվայում տեղի կունենա այդ խաղը, չնայած Մոսկվա իրանց մի քիչ ավելի դժվար է գալ, բայց արդեն օրինակ Ռոնալդոն, Ռիվալդոն, Կակա, Մալդինի, Տոտի, Պիրլո, Ինյեստա, համաշխարհային աստղներ են գալում, իրանք արդեն դաբրոն տվել են, մենք մի կոնտրակտներ ենք կազմում, որ այդ խաղը կազմակերպենք, համաշխարհային կլինի հավաքական, որ ամեն մեկը լինելու է կամ աշխարհի չեմպիոն, կամ Եվրոպայի չեմպիոն, կամ ոսկի գնդակի, դա լինելու է տոպ հավաքական, ու պարզ է, Նիկիտա Պավլոչը սա կյանք Սպարտակի եղել է եւ ֆուտբոլիստ եւ մարզիչ, ինքը հաղթել է Սովետի չեմպիոնա դարձել եւ գավաթագիր, համ որպես ֆուտբոլիստ, համ որպես մարզիչ ու շատ նվիրված է Սպարտակին, բայց եւ Արարատին էլ ինքը շատ մեծ դեր է ունեցել ու միշտ ասում էր, որ շատ հպարտ եմ, որ ես կարողացա իմ ժողովրդի համար ինչ որ ուրախ շատ իսկապես ինքը ապրում էր դրանով, ես հիշում եմ։ Ու այդ խաղը տեղի է ունենալու հոկտեմբերին Մոսկվայում, մենք արդեն սկսել ենք պատրաստվել, արդեն Սպարտակի հետ պայմանավորվել ենք դաշտի ու կազմակերպչական բոլոր հարցերը եւ ես ասացի խոսացել եմ Ինֆանտինոյի հետ, իհարկե բարդություն կա Ռուսաստանի հետ կապված, բայց ինքը ասեց ես անձնական կգամ, ոչ թե օֆիցիալ, ես Նիկիտային այնքան եմ հարգում, որ պայման գալու եմ։ Իսկ օրինակ
Ֆաբիո Կապելոն, ինքը ուզում էր գար թաղման, չհասցրեց այդ վիզայի պատճառով, բայց ասեց ես այդ օրը հաստատ գալու եմ, որովհետև գիտեք, այդ էլ հզոր համանձնավորություն էր համարզիչ հայտնի։ Ինքը երբ որ Նիկիտա Պալիչի մասին խոսում էր, միշտ արցունքներ էր աչքերին, ասում է ես այդ մարդուն այնքան եմ հարգում, ասում է ինքը ֆուտբոլը բարձրացրեց, ասում է այնքան բարձր, ինքը ցույց տվեց, որ ֆուտբոլիստը կարա ունի ցենց հզոր անձնավորություն ու դրանով դառնա հայտնի, ասում եմ մենք Իրանից սովորում ենք, մենք Իրանից օրինակ ենք վեկալում։ Դե ոչ թե միայն Ֆաբիո Կապելոն էր ասում, այդ շատերն էին ասում, ու դրա համար այդ հարգանքը շատ բարձր էր։ Ես կարծում եմ, որ եթե վեկալենք սովետի վաղտը, երևի սովետի Ռուսաստանի ֆուտբոլում, ասենք առաջի երկրորդ ամենահայտնի անձնավորությունը ինձ թվում է կլինեն Լև Յաշին եւ Նիկիտա Սիմոնյան, то есть այդ երկու անձնավորությունը Իհարկե։ Բոլոր աշխարհն է։ Իհարկե այնտեղ շատ կային հայտնի ֆուտբոլիստներ, շատ Չէ, բայց սովետական ֆուտբոլի այցակարտերը մենք պետք է հպարտանանք, որ դրանից մեկը հայ էր։ Ու էլի կրկնեմ, այդ խաղը ես արդեն սկսել եմ կազմակերպել Ռուսաստանում ու շատ կուզենայի եւ Հայաստանում անցկացնել նման խաղ, բայց գիտեք, մի հատ ման տեղի ունեցավ, որ ես ճիշտ ասած շատ ցավով տարա այդ ամեն ինչը ու հաստատվա, դեռ իր թաղման վաղտ շատ բարձր պաշտոնով անձնավորություն Հայաստանից եկել էր Մոսկվա ու հրաժեշտ էր տվել Նիկիտա Սիմոնյանին, ու այդ արարողության վաղտ ինքը ասեց Երևանում մենք փողոցը կավանակոչենք Սիմոնյանի անունով, հա։ Այդ Ցիցեռնակաբերդի շասեյա կոչում է Դրազդանի անցնող կողքով փողոցը։ Այո։ Հա։ Ու իրոք երբ որ նոյեմբերի 23-ին Նիկիտա Պալիչը մահացավ, դեկտեմբերի վերջ, նոր տարուց առաջ Մերիայի զանգեցին մեր Արարատ 73-ի ֆուտբոլիստներին եւ Սուրեն Բաղդասարյանին, մեր հաղորդավարին, ասեցին, որ նիստ է լինելու, որտեղ որ մենք ուզում ենք որոշում կայացնենք ու ավանափոխենք անունը տանք Նիկիտա Սիմոնյանի անունը, հա։ Տղերքը ուրախացան, ինձ զանգեցին, ես էլ էի ճիշտ ասած, այնպես լավ տրամադրված, ու բայց դրանից հետո զանգեցին, բոլոր ապշած էին, ես էլ էի ապշած, որ ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի դեմ Նիկոգոսյանը եւ Մելիքբեկյանը ասեցին, որ իրանք չեն տեսնում պատճառ, որ Սիմոնյանի անունով անուն Երևանում։ Շե փոխարեն այդ մարդիկ ուրախանան, հպարտանան, որ պատկերացնում եք այդ մարդիկ այսօր հայկական ֆուտբոլի պատասխանատու են։ Դե հենց դա պատճառը, որ ես չգիտեմ, սրանից սրիկաբան կարելի էր պատկերացնել։ Ես չեմ պատկերացում, ազնիվ ասեմ, տղերք որ ինձ զանգում լացում են, ասում են ոնց է հնարավոր։ Այդ մարդը մեր հայի անունը այդպես բարձրացրել է, ինքը այդպես հզոր հայ է, իսկ Նիկոգոսյանը ասել է, ես չեմ տեսնում։ Ավելի ով է Նիկողոսյան, ով այդ ոչիլը, այդ ոչնչությունը, ես չգիտեմ, ես շտիրելի բարեկամներ, կներեք, որ մի քիչ այսպես չեմ կարող զսպել կատաղությունից, բայց դուք պատկերացնում եք ինչ որ Նիկողոսյան, ինչ որ մի ուրիշ ոչիլ դրա կողքին, որոշում են, որ Նիկիտա Մահրժանից է այդ փողոցի իրանով կոչելու։ Դե սրանց նման թուրք, տականք մարդ կարող եք պատկերացնել, չգիտեմ։ Իհարկե այդ պատճառով ես որոշեցի, որ հələ ստոպ եմ տալիս Հայաստանում, մինչև այդ մարդիկ ղեկավարում են ֆուտբոլով, ինձ թվում է չարժի, որտեղ գիտեք 50-ամյակին բոլոր աշխարհը շնորհավորեց համ խաղացողներին, բացի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Հայաստանի Փոշտը մարկա, այո, Տրոսմանիշ, հա, Տրոսմանիշ թողեց, ասենք թե կենտրոնական բանկը ես ունեմ այդ բանը, այդ монет, памятная монета, ոնց են հայերեն ասում, հա։ Բայց թողեց, որ Նիկիտա Պալիչը ներկա էր։ Բոլորը բացի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Ու այն ժամանակ Նիկիտան շատ կես տարի ինքը ինձ զանգելուց ամենաս անգամ ասում էր Արտուր, բայց այդ ոնց է ֆեդերացիան, կարող ենք նեղացրել ենք իրան, թե ինչի Արարատ 73-ը այդ մեր հպարտությունն է։ Այդ պատմությունում մենք ունենք միակ հաղթանակը։ Ինչի ոչ մի տղուն դաժե ասում է ինձ օքեյ, բայց տղաներին ամեն 10-ամյակ, 20-ամյակ, 30-ամյակը ես էի նշել Հայաստանում էլի խաղ ենք անցկացրել, 40-ամյակ ես մասնակցել եմ, 50-ամյակներ նշեցինք, բոլոր տղաներին բերեցինք Մոսկվա, բանով կապնվանք Լևոն Իշտոյանի եւ Արմեն Սարգսյանի հետ, կապով ոնց որ օբշի հավաքույթ անցկացրին, բայց ֆեդերացիայի պոզիցիան իմ համար դրիվ անհասկանալի է։ Ու ունենց ոնց որ իրանք պահում են, ես գիտեք դրա պատճառով հայկական ֆուտբոլից դուրս եկա,
որտեղ արդեն անհնարին էր պայքարել տրանսներում այդ իրանց ոչ պրոֆեսիոնալիզմի ագրեսիայի դեմ, ու իմ կարծիքով իրանք ուղղակի սպանում են ֆուտբոլը։ Ու նույնպես այդ խաղը, իհարկե ես կարծում եմ, որ երկրպագուներին շատ հաճելի կլինեն, եթե տենց աստղներին գային ու հրաժեշտային Նիկիտա Սիմոնյանին որպես հզոր հայ, որ մեր հայկի ու մարդը որ Արարատը ոնց որ պատմությունում մի անգամ դարձել էր չեմպիոն։ Ես գիտեք, մի կերպ եմ զսպում։ Ու ճիշտ ասած, այդ իմ համար իրոք շատ ցավալի էր, անտարվա վերջ, ոնց որ նոր տարուց առաջ, ես էլ մինչև մի չեմ հասկանում ոնց որ դրա միտքը իմաստը։ Ու դրա պատճառով իհարկե այդ Հայաստանում խաղ կազմակերպելը ես հələ ոնց որ պաուզայի վրա եմ դրել, բայց ես շատ հույսով եմ, որ համարը կփոխվի իրավիճակը Հայաստանում, եթե տեղի ունեցավ, ես անպայման անցկացնելու եմ դաժե на всякий случай որոշ ֆուտբոլիստների հետ խոսում եմ, ասում եմ իսկ երկու խաղ կխաղաք, որ ես ընդ Մոսկվայից հետո գնանք Երևան, Երևանում էլ անցկացնենք ոնց որ խաղ, որտեղ որ այս համաշխարհային աստղները խաղան մեր հայկական ֆուտբոլիստների հետ, իսկ թվում է դա շատ գեղեցիկ տոն կլինի Երևանում։ Իհարկե, հրաշալի բան եք մտածել, պարոն Սողոմոնյան, ձեզ ասեմ ավելին։ Ես գիտեմ, որ նաև մեծ այսպես ոգևորությամբ դուք հրատարակեցիք գիրքը Նիկիտա Սիմոնյանի մասին, այդ տեսնում եմ ձեր կետակ այդ գիրքը, բայց առաջիկայում նույնպես նման նախաձեռնություններ լինելու են։ Գիտեք, ինձ թվում է Նիկիտա Սիմոնյանի մարդկանց պես մենք պետք է պատմությունում մեր երեխեքը, այսինքն թորները մեր ապագա սերունդները անպայման իմանան, որտեղ այդ մարդուց մենք շատ սովորելու բան ունենք, իրա ու երևի բոլորը չգիտեն ինչքան ինքը հայրենասեր մարդ էր, ինքը շատ խորը հայրենասեր մարդ էր, ով որ գիտեր եւ մեր պատմությունը, երբ ցավում էր, երբ որ ինչ որ Հայաստանում տեղի ունենում, ասենք թե դժվար կամ բարդ պերիոդներ ու որպես անձնավորություն շատ ես չեմ կարա երկու խոսքով ասեմ, բայց ասենք թե իրապես որ ազնիվ, արդար այդքան հզոր մարդ, որտեվ գիտեք, ես պատմեցի, որ Վրաստանում ինքը այն ժամանակ ԿԳԲ-ում ջահել տղա 18 տարեկան ոնց որ հատկաց տվեց, որովհետև ինքը չէր կարող դավաճանել իր մարզիչներին, բայց դրանից հետո երկու հատ էլ տենց նման դեպքեր տեղի ունեցան, սկզբից երբ որ Իրան Լիխաչովը հրավիրեց Տարպեդո ու բոլոր ֆուտբոլիստները ժամանակ Լիխաչովը շատ հզոր դեմք էր սովետի վախտով։ Այո։ Հա, այդ Տարպեդոյի այդ զիլի բանը։ Գլխավորտնօրենը, այո։ Բոլորը նրանց վախենում են, կոշտ մարդ էր։ Զանգելերը ասել էր Նիկիտա, ես քեզի ոնց որ բեկալել եմ սաստավը, ժամանակ Տարպեդոն, Ստրելցով, Իվանով, այդ Այո։ Ինքը հատկազ էր տվել, ասել էր չէ, ես Սպարտակից ոչ մի տեղ չեմ գնա։ Ու հետո վիճվել էր բավական Լիխաչովը իրան ասել էր աչքից չերևաս, դաժե եթե ուզենաս ես քեզ չեմ բեկալել թիմն, այնց կոշտեր է խոսացել։ Իսկ հետո անցել էր որոշ ժամանակ ու եթե գիտեք այդ պատմությունը Վասիլի Ստալին, Յոսիֆ Ստալինի տղեն թիմ էր հավաքում, կոչվում էր ՎՎՍ ու կանչում էր թիմ էր հավաքում լավագույն ֆուտբոլիստներից, դե ինքը Ստալինի տղեն է, ով իրան կրա Ասի ոչ։ Ու միակ մարդը, որ իրան հատկաց տվեց, այդ Նիկիտա Սիմոնյանն էր, ու իրա պատմելով ինքը հետո մի ամիս ոնց որ տունը, ասում է, ես վեշերս հավաքել եմ, համոզված էր, որ ինձ ձերբակալելու են։ Ուշ շուտ։ Հա, որովհետև ով կարար սովետի վաղ Ստալինի տղուն հատկաց տալ, ասում անցավ մի ամիս ու մենք խաղում էինք Սպարտակ ՎՎՍ, ասում մենք էլ հաղթեցինք 2 գոլ էլ ես խփեցի։ Այդ խաղին ասեցի սրանից հետո հաստատ կձերբակալեն, ու մեկ էլ ասում է ինձ մոտեցան, ասեցին Վասիլի Ստալին вас приглашает на банкет։ Վասիլի Ստալինը միշտ խաղից հետո բանկետ էր անում։ Բայց գնացի շուտ փոխվա, հելա վերև, այնց վախվելով, որ Ստալինը ինձ տեսավ, ասեց բոլորը մեծ տեսեք, այս մարդը միակ մարդն է, որ կարողացավ ինձ հատկազ անի։ Ու ես առաջարկում ենք, որ բարձրացնենք այս բաժակը իրակենացը, տենց ազնիվ արդար նվիրված մարդ, ասում է, ես էլ ֆուտբոլում չեմ տեսել։ Ու դրանից հետո Նիկիտա Պավլոvichը ասեց, ես հանգստացա, հասկացա, որ անցել է։ Կմնա Մոսկվայում։ Հա, այդ հարգանքը, ասում է, Վասիլի Ստալինն ինձ մոտիկացավ, ասեց Նիկիտա, լյուբոյ հարցով, երբ քեզ պետքա, կարաս ինձ դիմես, ես միշտ քեզ կօգնեմ, որովհետև ես քոպես ֆուտբոլիստ չեմ տեսել։ Այդ մենք հիմա ենք տենց հեշտ պատմում, բայց պատկերացնում եք այդ պահերին սովետական, դա շատ բարդ էր։ Ու ինքը միակն էր, ով որ
ասեց ոչ ով ապրեց։ Դրա համար ինքը տենց կյանքում շատ այս գիրքը որ կարդա, իր մասին շատ բաներ կիմանան կամ նույն Արարատում հեշտ չէր, երբ որ ինքը եկավ 73 թվին, երևի բոլորը չգիտեն, բայց առաջի ամիսը ինքը Արկադի Անդրեասյանին, Պոգոսովին եւ Նազար Պետրոսյանին իջացրել էր դուբլ։ Այո, փոխարինող կազմ։ Փոխարինող կազմ, այն որը Արկադի Անդրեասյանը հետո դարձավ լավագույն ֆուտբոլիստ Արարատի հետ։ То есть իրան սկզբից պետք եկավ դիսցիպլինան ձեռ բերի, հետո կարողացավ այդ թիմը սարքի իրոք մի հատ թիմ, մի հատ բրուցք, այս կինոն դրա մասին է, այդ որ մենք ասում ենք Զավոթը դուբլ Արարատ 70-ը։ Գիտեք, երբ որ այդ կինոն դիտում ես, բարձ է ես որպես սպոնսորներից մեկը արդեն տեսել եմ այդ կինոն, վերջում նենց քեզ սպարտ է զգում ոնց որ նենց մի տեսակ լավամոցան որ հայերը կարողացան այդ ամեն ինչը էականացնեն, դիմադրեն, հաղթեն եւ Կիևին, եւ Սպարտակին, ՑՍԿԱ-ին, Դինամո Թբիլիսի, բոլոր թիմերը հզոր թիմեր էին, ու Արարատը ցույց տվեց, որ իրոք այդ տղաները, որոնք բոլորը մեծացել էին ու ֆուտբոլիստ էին դարձել Հայաստանում։ Այդ թիմի ասենք թե ուրիշ տեղերից բերած թանկ փողով, մեծ փողով ֆուտբոլիստ ես բերում, չէ, հիմի որ նայում ես Եվրագավաթներում հայկական թիմերը խաղում են, լավագույն դեպքում մի հոգի, երկու հոգի հայ է դաշտում։ Հիմա այդ չկա։ Իսկ այդ պայն բոլորը, դաժե Բանդարենկոն, Կավալենկոն Հայաստանում մեծացած տղերք են, հա, հիմի որ Սերգեյ Բանդարենկոյի հետ խոսում ես, ինքը ռուսերեն դժվար է խոսում։ Ասել էր, չէ, այդ խոսքը։ Ասում է ոնց անցավ օլիմպիական հավաքականում ձեր ելույթները Բանդարենկոյին ասել։ Ոնց պետք է ասել, սա ռուս էին, բացի ինձանից ու շուրիկից։ Հա, ու այդ վաղտվա Արարատը իրոք ցույց տվեց, որ իրանք թիմ են։ Իհարկե զոր ֆուտբոլիստներ են, ու ես կարծում եմ բոլոր մարզիչները Նիկիտա Պալաշներ էր դրա մասին ասեց, որ իրանք բոլորը լումա ունեն մեջը եւ սկսած Արտյոմ Ֆալյանից, Պանամարյով, Գլեբովը շատ մեծ ներդրում արեց ու ոնց որ բերեցին, բայց իհարկե ամենամեծ աշխատանքը Տարավ Սիմոնյանը ու կարողացավ 73 թվին Մենք դաժե այդ պահին ինչքան որ այս տղաների հետ խոսում է դաժե չենք իրանք ասում են մենք դաժե չենք երազում մեր թվում էր որ 71-ին որ մենք դարձան երկրորդ տեղը վեկալեցին արծաթի մեդալները մեզ թվում էր դա արդեն всё էլի մենք մեր երազանք կատարեցինք բայց եկավ Սիմոնյանը ասում եմ նենց նոր շունչ մեր ոնց որ մենից դուխ տվեց մեզ ու ասում եմ մենք ամեն խաղի դուրս են գալիս որ դա մեր վերջի խաղը լինի Ինձ թվում է հենց այդ այսօր պակաս հայերին, հենց այդ դուխը, որ ցավոք սրտի հավատը հաղթանակի հանդեպ, հաղթանակի։ Դրա համար այդ կինոն ինձ թվում է շատ վախտին է դուրս գալիս ու ես իհարկե շատ ցավոք իհարկե շատ ցավալի որ չկա։ Ջահեր սերունդին այդ կինոն դիտեին համ մեծերին վետերաններին որ հիշում են այդ հաղթանակները։ Ինձ թվում է բոլորը շատ մեծ հաճույք կստանան։ Ես իհարկե ուրախ եմ, որ այդ ծրագրերը գնալով պիտի էլ ավելի այսպես զորանան, բայց մի հարց ուզում եմ տալ, մեր անցյալ տարվա վերջին հանդիպման ժամանակ ասեցիք, որ անկախ ամեն ինչից ես փորձելու եմ Փյունիկի այդ պատանեկան ակադեմիան պահպանել, որպեսզի հայկական ֆուտբոլը ամբողջովին չմեռնի, այսպես ասած, դες հաջողվել է հիմա պահել այդ ակադեմիան, թե էլ արդեն հիաստափացրել է։ Չէ, դե չի հիաստափացրել, բայց գիտեք ինչ, մի բան է որ պրոֆեսիոնալ process է, մյուսը սերիոական։ Իմ մոտ այսօր սերիոական է, ես էլի զբաղվում եմ, իմ մոտ համարետ 2000 երեխա կա, 1900 երեխա պարապում են մեր բազայում, բայց երբ որ պրոֆեսիոնալ թիմը չկա, պրոֆեսիոնալ մոտեցումը չկա, դա մի քիչ ուրիշ է։ Դա մենք ուղղակի զարգացնում ենք երեխեքին ֆիզիկապես։ Էլի ես համոզված եմ, որ դա անհրաժեշտ է, դա մեծ օգուտ է տալիս։ Բայց իմ երազանքը մնում է երազանք, ես հույսով եմ, որ երբ որ իրավիճակը կփոխվի Հայաստանում, ու ես եթե վերադառնամ ֆուտբոլ, ես երկրպագուներին խոսք եմ տվել, որ եթե եկավ ես տեսա լավ ղեկավար ֆուտբոլ, ով որ հետաքրքրություն ունի զարգացնելու, ես պատրաստ եմ վերադառնամ օգնեմ։ Իմ երազանքը սարքել զուտ հայկական թիմ, որպես գիտեք, եթե Ատլետիկ Բիլբաո, որտեղ որ իրավունք ունեն խաղան, միան բասկեր ազգությամբ դու պետք է բասկ ունես, նշանակություն չունի որտեղ ես ծնվել, հենց Իսպանիայում կամ Ֆրանսիայում կամ որտեղ, բայց միան բասկը իրավունք ունի հանդես գալ Ատլետիկ Բիլբաո։ Ես գնացել եմ Բիլբաո, ուսումնասիրել եմ, իմ դուրը շատ է եկել,
Եթե գիտեք, պատմությունում ընդամենը 3 թիմ Ռեալ Մադրիդ, Բարսելոնա եւ Ատլետիկ Բիլբաո, ով որ բարձրագույն լիգայից երբեք դուրս չի մնացել։ Բոլոր առանձնությունները իրանք խաղացել են ու Բիլբաոն բոլորը գիտեն, որ շատ ուժեղ բնավորությամբ թիմ է։ Նշանակություն չունի որտեղ նա ինքը գնում, իր այդ խաղալը միշտ բարդ է, որովհետեւ այնտեղ այդ ազգային հասկացողությունը, ոգին իրանք դարձրել են ոնց որ ֆուտբոլային։ Ու ես եթե վերադառնամ ֆուտբոլ, ես անշուշտ հենց այդ ճանապարհով եմ գնալ։ Շատ բարդ կլինի Հայաստանում, ես այդ հասկանում եմ ամենը, կպանջի երևի մի 6-7 տարի, մինչև կարենաս ճիշտ պատրաստես, ճիշտ բերես, հավաքես այդ թիմը, դա մի անգամից չի ստացվի։ Բայց այդ այն նպատակն է, որի համար արժի պայքարել, որ իրավ իսկ վեկալել թիմ բերել լեգիոներ Աֆրիկայից, եսին Բրազիլիայից կամ ինչ որ եվրոպական այնպես թույլ թիմերից ու պայքարել այդ իմ կարծիքով Հայաստանին քիչ բան է տալիս, ինչ է տալիս, հակառակը մեր երեխեքը չեն անցնում, տղաները չեն անցնում основной состав, ոնց որ չեն դառնում ֆուտբոլիստ, շատ սխալ մոտեցում է։ Իհարկե, ես չեմ ուզում շատ խորանամ, այդ ամեն ինչը գալիս այսօրվա ֆեդերացիայից, հենց ամենամանկապատանական ֆուտբոլում արդեն դեռ նենց խախտումներ են, որ ես չեմ ուզում շատ մանրանամ, բայց կարամ նենց ասեմ, երբ որ ես պատմում եմ ամեն Լևոն Կաբիշվիլին, դա Վրաստանի ֆեդերացիայի ղեկավարն է, ինքն էլ ինձ շատ էր կանչում Վրաստան, բայց դե ես հայ եմ, ես գնամ Վրաստան ինչ անեմ։ Ու ես երբ որ իրան պատմում եմ Հայաստանում ոնց է այդ ամեն ինչը, ինքը չէր հավատում, ասում է հնարավոր չի։ Դա հակաֆուտբոլային է ինչ որ դու ասում ես։ Ես ասում եմ, դուք եթե տենց մոտեցում ցույց տաք, դուք երբեք ֆուտբոլիստ չեք ստանա։ 8 տարեկանից Հայաստանի առաջնություն անցկացրել։ Ասում եմ 12 տարեկանից ցածր արգելված է բոլոր աշխարհում։ Ասում եմ, հա, բայց Հայաստանում անում են, կոդրում են, 8 տարեկանից կոդրում են երեխաներին։ Հələ երեխեն կայացած չի, իր վրա արդեն պատասխանատվություն են դնում, արդեն ինքը տուրնիր է խաղում ամեն շաբաթ։ Ինքը վախենում է, հուսափում է ֆուտբոլից, ինքը կոտրում է ոնց որ մարալներ։ Շատ բաներ կա, չեմ ուզում էլի ասում դեռ մասնագիտորեն, բայց ես փորձեցի մենակով պայքարել, հետո մի պահ հասկացա 2.5 տարի պայքարում։ Բայց գիտեք իմ համար ինչ որ շատ հաճելի էր տարվա վերջ։ Տարվա վերջ վերջացավ մեր դատական գործերը ֆեդերացիայի հետ։ 22 թվին, երբ որ ես բարձրաձայնեցի բոլոր խնդիրները, ինչ որ կայացան ֆուտբոլում, իրանք դատի տվեցին, սկզբի փորձում են վրես գործ բացել, հետո դատի տվեցին 10 հոդվածով, 10 պունկտ, ասենք թե մի հոդված էր, բայց 10 պունկտով դատի տվեցին ու 24 տարվա վերջ, ոնց որ 9 պունկտը դատարանը որոշեց իմ կողմ, մեկը իրանց կողմ, ես չբավարարված գնացի ապելյացիա, ու անցած տարի ես հաղթեցի բոլոր 10, հա, որ իրանք 10 կետերով, հա, 10 կետերով հաղթեցի բոլոր, ու հիմա իրանք պարտական են ինձի այդ իմ ծախսած փող ոնց որ հետան, ես ասել եմ, այդ գումարը ես իրան ձեռ չեմ տա, դա երեխաների վրա ծախսեք, գնդակներ, բաներ, ֆորմա, բայց իմ համար շատ արդարությունը, որ ցույց տվեցին, դե խոսքը գնում էր եւ կոռուպցիայի մասին, եւ որ իրանք հավաքականի խաղերին սամալյոտը լցնում են իրանց ընկերներով, ոչ թե պրոֆեսիոնալ մարդկանց, այլ գնում են ոնց որ շոու, էլի տուսովկա։ Այո։ Շոփինգ ինչ է։ Որ իրանք 3 անգամ բարձրացրեցին դաշտերի արենդան։ Մենք չունենք ներդրողները պակասում են, փոխարեն իրանք պատերժ կանեն, իրենք 3 անգամ գինը բարձրացնում են, 5 անգամ բարձրացրեցին ֆուտբոլի մարզիչի լիցենզիայի վճարը։ Այսօր Հայաստանում, եթե դու ուզում ես մարզիչ դառնաս, չէ, ունեն C կատեգորիայի, 1 միլիոն դրամ պետքա փող տաս, ծախսես, հետո գնաս 150,000-ով, 200,000-ով աշխատես, ով է գալու։ Մենք օրինակ Ռուսաստանում այդ վաճառը 2 անգամ ցածր է, Վրաստանում 4 անգամ ցածր է կամ Ուկրաինայում։ То есть Հայաստանում նենց են անում, որ ֆուտբոլը պրոստը մերցնեն է, ես չեմ հասկանում իրանց նպատակը, իմ կարծիքով իրանց համար ինչքան վատ, այնքան լավ։ Ես չգիտեմ, հայ են իրանք ազգությամբ, թե հայ չեն, կարող եմ անհասկանալ, բայց ցավոք սրտի են, ինչ որ մենք տեսնում ենք, մենք, հա, թիմային ֆուտբոլը որոշ տեղ արդյունքներ ցույց տալիս է, բայց զուտ լեգիոներների հաշվին։ Հենց մեր ազգային ֆուտբոլը, եթե գիտեք, անցած տարի, դա առաջի տարին էր, դենց մեր պատմությունում չեղել, որ մեր 17, 19 եւ 21 հավաքականները, որ մասնակցել է Եվրոպայի առաջնության, բոլոր խաղերը պարտվեցին, բոլոր, դաժե նիչիա չխաղացին մի հատ։ Էլ Ֆարերի, եսիմ Լյուքսեմբուրգ,
21-երի հավաքականը 6 հատ խաղ անցկացրեց, 6-ներ պարտվեց։ То есть ըլտենց ցածր մենք չենք իջել պատմությունում, էլի հենց տեղից է գալիս մանկապատանական։ Այո, ջայրների մալաջոժնի ֆուտբոլը։ Եթե այնտեղ մենք չունենք արդյունքներ, երևի իմաստ չունի հույս սպահել, որ մենք մեր հավաքականը կարամոտակա տարիներում Չէ, մենք պիտի երիտասարդական լավ թիմ ունենանք, որ կարողանանք դրա բազայի վրա ստեղծել ազգային հավաքական։ Այդ ամենամեծ ցավն է, ցավոք սրտի, դաժե երբ որ սրանք կլքեն, ես համոզված եմ, որ կլքեն, որտեղ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են, մեզ առնվազն 5-6 տարի պետք կլինի, որ այդ ամեն ինչը դզենք, որովհետև կոդրած է։ Այո, պարզ է։ Արտուր, ուզում եմ իհարկե շնորհակալություն ասել այն մեծ ծավալի աշխատանքի համար, որ արել եք, որտեղ նորից վերադառնալով մեր զրույցի սկզբնամասին Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակը մենք պարտավոր ենք այս տարի շատ ազգովի նշելու եւ անկախ նրանից ինչ այսպես անհաջողակներ են այսօր գլխավորում մեր ֆեդերացիան, մենք պիտի հասնենք նրան, որ մենք արժանին մատուցենք այդ մեծ մարդու հիշատակին, նա իսկապես կենթանի լեգենդ էր։ Հա, գիտեք ոնց իմ համար շատ հաճելի էր, որ երբ որ ես մոտենում էի այդ ֆուտբոլիստերին, հազար ֆուտբոլիստերին, ու տալիս է անունը Նիկիտա Սիմոնյան, մի անգամից պատասխան ստանում իհարկե կմասնակցենք։ То есть даже չեն հարցնում երբ, որտեղ, ինչ, հենց իմանում են Նիկիտա Սիմոնյան, ասում են հա, դա մեր համար Ես հպարտանում եմ դրանով։ Բոլորը հպարտանում են, բացի մերոնցից, որոնք չգիտես ինչպես են հայտնվել ֆեդերացիայի ղեկին։ Շնորհակալ եմ, որ մենք այսօր հանդիպեցինք։ Մենք առաջիկայում մի քանի ծրագիր ունենք, կապված հատկապես ֆիլմերի ցուցադրման հետ, փակ թվին դրանք ցուցադրելու է, երբ կինոթատրոններում այդ ֆիլմը կգնա կցուցադրվի, մենք էլ եթե չսարարկում կցուցադրենք, որտեղ այդ ֆիլմի պրոդյուսերներից մեկն էլ դու ես։ Հա, ի վերջո։ անպայման։ Եղա պայմանավորվեցինք։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հերթական հանդիպում անցկացրինք Արթուր Սողոմոնյանի հետ, մեր բարերարի, մեր գործարար, շատ հրաշալի անձնավորության հետ, ով ինչպես հասկանում եք, այսօր էլ ապրում է իր ժողովրդի հոգսերով, դարդերով, ցավերով եւ ամենակարևորը նրա շնորհիվ մենք պիտի կարողանանք այս տարին ամփոփենք Սիմոնյանի 100-ամյակի բոլոր այն միջոցառումներով, ինչը նա նախատեսելիս դա շատ հզոր ծրագիր է եւ հավատացեք, որ դուք դեռ շատ այսպես անակնկալ բացահայտումներ կունենաք։ Այսօր այսքանը, մնացեք լավատես։ Տեսություն։ Հակացում։